Դաս 6-րդ Գոյականի հատուկ և հասարակ անունները, արական և իգական սեռը, եզակի և հոգնակի թիվը, վերջածանցները։ Գոյականը իտալերենում կարող է հանդես գալ որպես հատուկ անուն կամ հասարակ անուն, արական սեռի կամ իգական սեռի, եզակի թվով կամ հոգնակի թվով, ինչպես նաև կարող է ստանալ որոշ վերջածանցներ, որոնք ընտանի ձայներանգ են հաղորդում խոսքին։ Ասվում է հատուկ անուն, երբ խոսքը վերաբերվում է անձնանուններին կամ տեղանուններին, օրինակ՝ Ալբերտո, Լուկա, Մատտեո, Ջովաննա, Ռիտա, Անյեզե, Կատերինա, Վենեցիա, Վիեննա, Փարիջի, Սպանիա։ Հատուկ անունը միշտ գրվում է բառասկզբի մեծատառով։ Ասվում է հասարակ անուն, երբ խոսքը վերաբերվում է իրերի, անձերի, կենդանիների ընդհանուր անվանումներին, օրինակ՝ Insegnante, medico, bambino, macchina, lago, mare, cane, gatto։ Հասարակ անունը միշտ գրվում է փոքրատառով, բացառությամբ այն դեպքերի, երբ գործածվում է որպես հատուկ անուն կամ տիտղոս։ Իտալերենում, ի տարբերություն հայերեն լեզվի, բոլոր գոյականներն ունեն սեռ, դրանք են արական և իգական սեռերը։ Սեռի իմացությունը խիստ կարևոր է որոշյալ ու անորոշ հոդերի կիրառման, եզակի ու հոգնակի թվերը կազմելու, ինչպես նաև ածականների ու որոշ բայաձևերի ճիշտ գործածման համար։ Դրանց կանդրադառնանք հաջորդ դասերին։ Կարևոր է նշել, որ իտալերեն լեզուն նոր սովորողը չպետք է տրամաբանություն փնտրի արական և իգական սեռերի բաժանման մեջ։ Դրանք յուրահատուկ տրամաբանություն չունեն, այլ հետևում են առոգանության կանոնների։ Ուստի մեծավ մասամբ պետք է սովորել անգիր։ Առաջին հերթին անդրադառնանք կանոնավոր ձևերին։ Ընդհանուր առմամբ, արական են բոլոր այն բառերը, որ վերջանում են «օ» ձայնավորով, օրինակ՝ libro, naso, uomo, soldato, tavolo։ Եվ կրկին ընդհանուր առմամբ, իգական են բոլոր այն բառերը, որ վերջանում են «ա» ձայնավորով, օրինակ՝ strada, donna, casa, penna, sedia։ Բառերը, մինչդեռ որ վերջանում են «է» ձայնավորով, չեն ենթարկվում հստակ օրենքի։ Դրանցից ոմանք արական են, ոմանք իգական։ Դա հարկավոր է սովորել անգիր փորձառությամբ։ Օրինակ՝ bicchiere, pane, studente, ospedale, scrittore գոյականները արական սեռի են։ Իսկ ape, chiave, classe, parete, veste գոյականները իգական սեռի են։ Որպես ընդհանուր կանոն կարելի է հետևել այս սկզբունքներին։ Բառերը, որ եզակի թվում ունեն «օրե», «օնե», «ալե», «իլե» և շեշտված «է» վերջավորությունները, սովորաբար արական են։ Օրինակ՝ attore, dolore,
sapone, cotone, giornale, bracciale, cortile, canile, caffè, tè։ Բարերը մինչդեռ, որ եզակի թվում ունեն իոնե, իչե, իե, ուդինե վերջավորությունները սովորաբար իգական են։ Օրինակ, stazione, azione, colazione, lavatrice, scrittrice, attrice, superficie, specie, moglie, abitudine։ Արական սեռի են իտալերեն լեզվի գործածության մեջ ներմուծված բոլոր օտար բառերը, որոնց մեծամասնությունը վերջանում է բաղաձայնով։ Օրինակ, բար, կոմպյուտեր, չինեմա, ֆիլմ, սպորտ, CD, DVD։ Իգական սեռի են բոլոր տա, տու, շեշտված վերջավորություններն ունեցող գոյականները։ Օրինակ, Università, città, bontà, carità, virtù։ Ընդհանրապես իգական են նաև վերացական գաղափարականներ արտահայտող գոյականներն ու գիտությունների անվանումները։ Օրինակ, pace, fede, bellezza, giustizia, matematica, teologia, geologia։ Անդրադառնանք այժմ անկանոն ձևերին, որոնք սակավաթիվ չեն։ Կան արական սեռի գոյականներ, որ վերջանում են ա ձայնավորով։ Դրանք հիմնականում այն գոյականներն են, որ ունեն ա, իստա, մա, ամմա, էտա, օտա վերջավորությունները։ Օրինակ, collega, atleta, psichiatra, pianista, dentista, turista, regista, giornalista, tassista, artista, tema, problema, clima, sistema, panorama, programma, telegramma, dramma, poeta, pianeta, pilota։ Կան նաև իգական սեռի գոյականներ, որ վերջանում են օ ձայնավորով։ Օրինակ, moto, foto, radio, auto, mano։ Սրանք հիմնականում այն դեպքերն են, երբ խոսակցականում գործածվող բառը գրական բառաձևի կրճատ ձևն է։ Տվյալ օրինակներից առաջին 4-ի ամբողջական ձևերն են motocicletta, fotografia, radiotrasmettitore, automobile։ Ընդհանրապես իգական են հունարենից փոխառնված և եզակի թվում ի ձայնավորով վերջացող կամ սի վերջավորությունն ունեցող գոյականները։ Օրինակ, diagnosi, ipotesi, analisi, sintesi, crisi, tesi, parentesi, metropoli։ Այժմ տեսնենք, թե ինչպես է կազմվում հոգնակի թիվը։ Նախ անդրադառնանք կանոնավոր ձևերին։ Ընդհանուր առմամբ, օ ձայնավորով ավարտվող արական սեռի գոյականների հոգնակի թիվը կազմվում է օն փոխարինելով ի ձայնավորով։ Օրինակ, libro,
libri, naso, nasi, soldato, soldati, tavolo, tavoli. Ա ձայնավորով ավարտվող իգական սեռի գոյականների հոգնակի թիվը կազմվում է կրկին ընդհանուր առմամբ ան փոխարինելով է ձայնավորով։ Օրինակ strada, strade, donna, donne, casa, case, penna, penne, sedia, sedie։ Եվ արական և իգական սեռի է ձայնավորով ավարտվող գոյականների հոգնակի թիվը կազմվում է n փոխարինելով i ձայնավորով։ Այս խմբի գոյականների համար, ինչպես եզակի թվի պարագաներ, հոգնակի թվի դեպքում էլ տարբերակման հիմնական բաղադրիչը որոշյալ կամ անորոշ հոդն է, որին կանդրադառնանք հաջորդ դասին։ Օրինակ bicchiere, bicchieri, pane, pani, studente, studenti, ospedale, ospedali, scrittore, scrittori, ape, api, chiave, chiavi, classe, classi, parete, pareti, veste, vesti։ Այժմ տեսնենք, թե ինչպես է հոգնակի թիվը կազմվում անկանոն ձևերի դեպքում։ Արական սեռի գոյականները, որոնք իտալերեն լեզվի գործածության մեջ ներմուծվել են այլ լեզուներից և մեծ մասամբ վերջանում են բաղաձայնով, հոգնակի թվում մնում են անփոփոխ։ Այս դեպքում եզակի և հոգնակի թվերը միմյանցից զանազանվում են հոդերի միջոցով։ Օրինակ il bar, i bar, il computer, i computer, il cinema, i cinema, il film, i film, lo sport, gli sport, il CD, i CD, il DVD, i DVD։ Իգական սեռի բոլոր տա, տու, շեշտված վերջավորություններն ունեցող գոյականները նույնպես հոգնակի թվում անփոփոխ են մնում և զանազանվում են հոդերի միջոցով։ Օրինակ l'università, le università, la città, le città, la bontà, le bontà, la carità, le carità, la virtù, le virtù։ Ա ձայնավորով ավարտվող արական սեռի անկանոն գոյականներից շատերը անփոփոխ մնալով գործածվում են նաև որպես իգական սեռի գոյականներ և փոխվում են միայն հոգնակի թվի կազմության դեպքում։ Այստեղ նույնպես որոշիչ դեր են խաղում հոդերը։ Օրինակ il collega, i colleghi, la collega, le colleghe, l'atleta, gli atleti, l'atleta, le atlete, lo psichiatra, gli psichiatri, la psichiatra, le psichiatre։ O ձայնավորով ավարտվող իգական սեռի գոյականները նույնպես հիմնականում հոգնակի թվում անփոփոխ են մնում և զանազանվում են հոդերի միջոցով։ Օրինակ la moto, le moto, la foto, le foto, la radio, le radio, l'auto, le auto։
Սա սակայն չի վերաբերվում տվյալ կրճատված բառերի ամբողջական ձևերին, որոնք կանոնավոր ձևեր են։ Օրինակ, motocicletta, motociclette, fotografia, fotografie, radiotrasmettitore, radiotrasmettitori, automobile, automobili։ Հատուկ դեպք են համարվում նաև օ ձայնավորով ավարտվող, բայց չկրճատված իգական սեռի գոյականները։ Օրինակ, la mano, le mani։ Հունարենից փոխառնված և եզակի թվում ի ձայնավորով ավարտվող կամ սի վերջավորությունն ունեցող իգական գոյականները նույնպես հոգնակի թվում անփոփոխ են մնում և զանազանվում են հոդերի միջոցով։ Օրինակ, la diagnosi, le diagnosi, l'ipotesi, le ipotesi, l'analisi, le analisi, la sintesi, le sintesi, la crisi, le crisi, la tesi, le tesi, la parentesi, le parentesi, la metropoli, le metropoli։ Վերջում նաև համառոտ անդրադարձ հաճախակի գործածվող մի քանի վերջածանցների։ Իտալերեն լեզվում շատ են գործածվում որոշ վերջածանցներ, որոնք փոխակերպում են գոյականները և լեզվին հաղորդում են ընտանի ձայներանգ։ Դրանք իտալերեն լեզվի գեղեցկության գաղտնիքներից մեկն են։ Թեև հետագայում մի առանձին դաս կնվիրենք վերջածանցներին և դրանք կքննարկենք ամբողջությամբ, այստեղ անդրադառնանք դրանցից մի քանիսին, որոնք շատ ավելի հաճախ են գործածվում։ Գոյականին ավելացնելով ինո կամ ինա, էտո կամ էտա, էլլո կամ էլլա վերջածանցները, տվյալ գոյականին հաղորդվում է փաղաքշական ձայներանգ, փոքրիկ ու սիրունիկ իմաստով։ Օրինակ, tavolo, tavolino, pane, panino, cavallo, cavallino, mamma, mammina, sorella, sorellina, quaderno, quadernetto, animale, animaletto, casa, casetta, isola, isoletta, sigaro, sigaretta, bambino, bambinello, finestra, finestrella, pastore, pastorello կամ pastorella։ Ավելացնելով ուչո, ուչա կամ օլո, օլա վերջածանցները, տվյալ գոյականին հաղորդվում է գորովալի ձայներանգ սիրելիի ու հաճելիի իմաստով։ Օրինակ, tesoro, tesoruccio, Rita, rituccia, figlio, figliolo, figlia, figliola։ Ավելացնելով օնե կամ օնա վերջածանցը տվյալ գոյականին հաղորդվում է մեծության իմաստ և ֆիզիկական և որակական առումով։ Օրինակ, tavolo, tavolone, bambino, bambinone, finestra, finestrone, minestra, minestrone, cervello, cervellone։
Ավելացնելով accio կամ accia վերջածանցները, տվյալ գոյականին հաղորդվում է բացասական ձայներանգ, վատ ու գարշելի իմաստով։ Օրինակ, libro, libraccio, fatto, fattaccio, donna, donnaccia, ragazzo, ragazzaccio։